Շաբաթ Հովանավանքում տեղի ունեցավ արարողություն, որը չէր հիշեցնում եկեղեցական ծես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլևս արդեն Ստեփան Ասատրյան անունով նախկին հոգևորականը, ով կարգալույծ է արվել Մայրաթորի կողմից, պատարակներ վարում, այնտեղ հետաքրքիր հայտարարություններով էր հանդես գալիս։ Նիկոլ Փաշինյանը փայլեց իր արդյունքներով, հուզումնալից տեսարաններով, նրան մեծարանքի ինչ-որ երեկոյին ընծայում էին, անունն էին բարձրաձայնում, ծափահարում էին։ Այս ամենը ինչպես եք դուք գնահատում, ինչպես եք որակում։ Շնորհակալություն հարցի համար։ Իրոք երեք բացասական իմաստով պատմական շրջադարձային իրադարձություն է տեղի ունեցել, որտեղ կրկնում եմ բացասական իմաստով, բայց որևէ մեկը չի էլ պնդում, որ անպայման պատմական իրադարձությունները միայն դրական հետ պիտի ունենան։ Երեք Հայաստանի իշխանության ղեկավարը ապացուցեց, որ ստեղծել է մի մոդել, որը իրեն վեր է դնում օրենքներից եւ ինստիտուտներից։ Ինչ եմ այսպիսի պնդում անում, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, կարգալույծ քահանայի պատարակին նա մասնակցում, հետևաբար ոչ միայն ոտնձգում կամ դիվերսիա էր իրականացնում եկեղեցու դեմ, այլ նաև ոտնձգում էր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առնվազն մի քանի հոդվածների, մասնավորապես 17 հոդվածի դեմ։ Կա Սահմանադրության 17-րդ հոդված։ Ով է Նիկոլ Փաշինյանը, որ իրավունք է վերապահում Սահմանադրության 17-րդ հոդվածի առկայության պարագայում խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Արդյոք գոյություն ունի Աստծո եւ եկեղեցու միջև միջնորդի պաշտոն, որը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը իրեն վերագրել է ամենայն հայոց կաթողիկոսի լիազորություններ եւ այդ դիրքերից է նման ապօրինություններ անում։ Սրանք ռետորական հարցեր չեն այլևս։ Դե կաթողիկոսի լիազորություններ չի շնորհել, բայց կարծում եմ, որ այս պահին իշխանությունը, հա, ինչպես ինքն ասում, ժողովրդի կողմից տրված է եւ կատարում է ժողովրդի պահանջը։ Ինչ ժողովրդի պահանջ։ Դե ըստ իշխանությունների հանրության ներսում մեծ պահանջ կա կաթողիկոսի հեռացում։ Տեսեք, այնտեղ հավաքված առավելագույնը 2000 մարդ է, որոնց զգալի մասը ծպտյալ իշխանավորներ էին կամ իրավապահ մարմինների աշխատողներ, քաղաքացիական հագուստներով, ամենևին ժողովրդական տրամադրությունների արտահայտություն չեն։ Սա մեկ։ Երկրորդը, ժողովուրդը կարող է այս կամ այն փուլում էմոցիաներով առաջնորդվել, երկրի ղեկավարը սա հին հունական դեմոկրատիան չի, որ հավաքվեն հրապարակում եւ ձայնի բարձրությունից որոշեն ով է ճիշտ, ով է սխալ։ Կա հստակ սահմանադրական նորմ, կամ պահպանում ես այդ սահմանադրական նորմը եւ իրավական օրինական երկիր ես, կամ չես պահպանում այդ սահմանադրական նորմը, հետո քո ցանկացած բացատրություն անհեթեթության է նմանվում եւ երրորդը ես չեմ տեսնում, որ ժողովուրդը Մայրաթորի նկատմամբ անբարեհաճ վերաբերմունք ունի։ Իսկ այդ հնարովի փաստարկներ են։ Ցանկացած մեկը, որ փորձում է օրենք խախտել, չգիտես ինչու է ժամանակ հիշում է ժողովրդին, վկայակոչում է ժողովրդին։ Աննախադեպ է ուղղակի պատկերացնել պետության ղեկավարի մասնակցությունը ապօրինի հավաքին։ Սա կրկնում եմ իսկապես աննախադեպ է այսպիսի բան պատկերացնելը, որովհետև սա եւ համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան է։ Դրա ուժով Հովանավանքում տեղի ունեցածը դժվար է պատարակ անվանելը կամ անհնար է պատարակ անվանելը։ Դա ըստ էության աղանդավորական հավաք էր հիշեցնում։ Պատահական չի, որ եկեղեցու բոլոր կանոններին հակառակ այնտեղ ֆետիշացվում էր Փաշինյանի անձը, ծափահարություններ, հանրահավաքային տարեր
եկեղեցու բակում եւ անգամ եկեղեցու պատերից ներս ոչ քրիստոնեական դրսևորումներ, երբ որ մարդուն խեղդելով դուրս էին բերում եկեղեցու տարածքից միայն այն բանի համար, որ նա ճշմարտությունն էր բարձրաձայնել այն առայն, որ այդ Ստեփան կամ Ստյոպիկ կոչված իրավունք չունի այդ ծես իրականացնել եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը երեք շատ վտանգավոր մի բան է արել։ Նա խրախուսել է ոչ լեգիտիմ մի գործընթաց։ Ու կրկնում եմ, նա խրախուսել է ոչ լեգիտիմ մի գործընթաց։ Սրանով նա մի կողմից նաև իշխանության մարմիններին ու իրենը լեգիտիմության հարթությունից դուրս դրել։ Մի կողմից ստեղծել է մի հատ վտանգավոր նախադեպ։ Պանդորայի արկղ է բացել։ Պատկերացրեք հիմա որևէ ընդդիմադիր գործիչ որոշի լեգիտիմության վիճահարույցության այս թեզը այլ հարաբերությունների մեջ կիրառել, օրինակ իրեն հռչակել երկրի վարչապետ։ Ինչ տարբերություն։ Եթե վարչապետը կարող է նման վերաբերմունք դրսևորել սահմանադրության, եկեղեցու նման ինստիտուտի հանդեպ, որևէ պոտենցիալ ընդդիմադիր էլ նման վերաբերմունք կարող է ցուցաբերել քաղաքական հարթության վրա, կամ որևէ պաշտոնյա, երբ որ ավելի տկար կդառնա Փաշինյանը քաղաքական իմաստով եւ վարչական իմաստով, կարող է օրինակ մի օր հրաժարվել պաշտոնանկ լինել, եթե համապատասխան որոշում կայացնի Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը չի էլ գիտակցում ինչպիսի միջնաժամկետ հեռանկարում ինչպիսի ռիսկեր է ստեղծել պետության համար։ Նիկոլ Փաշինյանը երեք սկսել է եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման գործընթացը։ Տեսեք, որ ինստիտուտը Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապօրինաբար վերահսկել, անմիջապես այդ ինստիտուտը թիրախավորվում է եւ սկսվում է այդ ինստիտուտի ապալեգիտիմացման գործընթացը։ Այդպես եղել է դատական իշխանության հետ, երբ որ դատարանները փորձեցին անկախություն ցուցաբերել։ Հիշում եք վնգստացող դատավորների մասին նրա հայտարարությունները, դատարանների ապօրինի շրջափակումը, այդ վեթինգի մասին խոսակցությունները, որ իրականում ոչ թե վեթինգի մասին էին, այլ դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորելու մասին։ Դիմերը Երբ որ ժողովրդի կամքով երբ ընտրվում է ընդդիմադիր համայնքապետ, որտեղ ուզում է լինի, կամ քրեական գործեր են հարուցվում, կամ առեղծվածային պայմաններում այդ մարդը սպանվում է, կամ քաղաքական առնետավազք են կազմակերպում, փոխում են համայնքապետին, կամ կալանավորում են, ինչպես տեղի ունեցավ երկրորդ եւ երրորդ քաղաքներում, հա։ Հիմա հերթը հասել է եկեղեցուն։ Այսպես կոչված այլընտրանքային եկեղեցու ստեղծման պրոյեկտը ըստ էության եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման փորձ է։ Ինչ փաթեթավորում ամբել ուզում Նիկոլ Փաշինյանը հանդես գա։ Մի բան էլ երեք ապացուցվեց։ Չնայած մեդիա մանիպուլյացիաներին, չնայած վարչական ռեսուրսի գռեհիկ չարաշահմանը, երեք Նիկոլ Փաշինյանին չէր հաջողվել շատ մարդաշատ հավաք կազմակերպել Հովանավանքում, ասենք մասնակիցները թող 1000-ը մի փոքր գերազանց էին, բայց նրանց մեծ մասը պետական ծառայողներ էին, կամ էլ իրավապահ մարմինների աշխատողներ ծպտված քաղաքացիական հագուստներով։ Մենք տեսանք ինչպես էր Բերանը հենց անվտանգության աշխատակից էր։ Բազմաթիվ անվտանգության աշխատողներ այնտեղ կային, ոստիկանության, ԱԱՑ-ի եւ այլն։ Հիմա սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական կամպանիան չունի հասարակական լեգիտիմություն, կամ այդ օրակարգի շուրջ չկա հասարակական կոնսոլիդացիա։ Եթե մենք նորմալ երկրում ապրենք, երեկվա ակցիայի համատեքստից ելնելով, դրա
ոչ այնքան մարդաշատ լինելը, հասարակության անտարբերությունը, սոցիալական ցանցերում համատարած քննադատությունը հիմք տայի Նիկոլ Փաշինյանին վերանայել իր քաղաքականությունը։ Բայց սա Նիկոլ Փաշինյանը չի անելու, կամ այս դասը, ինչպես երեկ իմ Facebook-յան գրառումով ես գրել էի, Նիկոլ Փաշինյանի համար չի։ Առնվազն Նիկոլ Փաշինյանը ստեղծել է մի իշխանական մի մոդել, որ իր բնույթով աղանդավորական է, այդ իշխանական համակարգը չունի սոցիալական կամ արժեքային բաղադրիչներ եւ քաղաքական աղանդ է հիշեցնում եւ առնվազն այս իր ծրագրից չի հրաժարվելու 3 պատճառով։ Նախ այս ծրագիրը հակաեկեղեցական կամպանիան ավելի գլոբալ ծրագրի մաս է եւ ես վստահ եմ, որ այս ծրագրի արտաքին դոնորների շարքում միայն Ադրբեջանը կամ Թուրքիան չեն։ Այստեղ նաև կա արևմտյան որոշակի շրջանակների ակտիվ դերակատարությունը եւ այդ ծրագրի իմաստը ոչ միայն մեր ժողովրդի քաղաքակրթական հոգեվոր ինքնության կարևոր սյուներից մեկի թուլացումն է, այլ հայկական գործոնի թուլացումն է ավելի լայն համատեքստում։ Սա մեկ։ Երկրորդ գործոնը, որը հիմք է տալիս ինձ, որ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվելու իր այս կամպանիայից, դա այն է, որ նա նկատում է, որ հասարակական դիմադրությունը թույլ է։ Ճիշտ է, նրա օրակարգի շուրջ չկա հասարակական կոնսոլիդացիա, բայց անկեղծ լինենք, նրա դիվային քաղաքականության դեմ հասարակական ուժեղ պատնեշել չկա։ Սա արդեն տեսանելի է, մենք ինչպես ասում են, առանց սոցիոլոգիական հարցումների կամ խորքային քաղաքական վերլուծությունների կարող ենք պարզել։ Եվ վերջապես երրորդը, Նիկոլ Փաշինյանը առայժմ ամբողջովին տիրապետում է ռեպրեսիվ մեքենայի ողջ պոտենցիալին։ Այսինքն, օրինակ տեսեք, նա շտկումներ արեց, նա խոստացել էր հոգևոր հավաք Էշմիածնում, բայց մենք տեսանք դա Հովանավանքում եւ դատելով նրա երեկվա հայտարարություններից այդ Հովանավանքի հավաքները շարունակական են լինելու, օրինակ առաջիկա կիրակի էլի լինելու է։ Իսկ Էշմիածնի դեմ մայրաթորի նա ռեպրեսիվ մեքենան կկիրառի, եթե անդիմությունը շատ արագ ասիմետրիկ արդյունավետ քայլերի համակարգ չմշակի եւ հասարակության սուբյեկտությունը չվերականգնի։ Ես ուզում եմ բոլոր այն մարդկանց, որոնք երեք համատարած խոսում էին Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի մասին, մի հորդոր անեմ։ Այո, Նիկոլ Փաշինյանը չունի հասարակական աջակցություն, բայց դա ամենևին փաստ չի, որ նա իր դիվային ծրագրից հրաժարվելու է եւ ամենևին փաստ չի, որ մայրաթորի դեմ ռեպրեսիվ ինստիտուցիոնալ գործողությունները չհարկված են։ Ես կանխատեսում եմ, որ այս Հովանավանքը դա արտաքին ֆոնն է։ Իսկ ավելի իրական գործուն քայլեր իշխանությունը կանի ռեպրեսիաների տեսքով։ Դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, որ հարուցված քրեական գործկա չէ։ Ձայնագրության հոսով Նաթան արքեպիսկոպոսի եւ աղան Սարգսակի հեռախոսազրույցի Որտե կաթողիկոսի անունն է։ Հայ, մենք գիտենք, որ այդ քրեական գործը կա։ Մենք գիտենք, որ ցանկացած պահի այդ պահը չենք կարող հստակ կանխատեսել, բայց դա սարերի հետևում չի։ Իշխանությունը փորձելու է այդ գործը քրեական գործում ցույց տալ այն ֆիգուրանտը, որը իշխանության գլխավոր պահել են վերջին։ Այո, դա պահել են, ինքը առայժմ Հովանավանքում 30-ում է։ Հերթացս այլ բաներ են անում, այլանդակաբար ու բաներ, այն մյուս գաղտնատեսանկարման մասին եմ ակնարկում կամ ասում ուրիշ։ Բացի դա Կիրակի օրով հոգևորականներին քնչական էին կանչել, եթե կհիշեք։ Այդ բոլորը նույն տրամաբանության մեջ է։ Մեդիա տերոր, ռեպրեսիաներ, մեկ էլ այդպիսի տեսարանների ցուցադրություն ինչ որ տեղի ունեցավ Հովանավանքում անցած Կիրակի օրը կամ պիտի տեղի ունենա առաջիկա Կիրակի օրը։ Այդ բոլորը մեր ամբողջ ծրագրի տարբեր դարակներ են, տարբեր հարթակներ են։ Բայց իշխանությունը հանրային աջակցության վրա չի ապավինում, ապավինում է դրսի աջակցության վրա եւ ուժային լծակների վրա, սա հստակ իմացեք։
Պարսոնյանց, գիտեք իշխանականները ինչ են մեկնաբանում, երբ որ կեղծ պատարագի վերաբերյալ հարց ես ուղում, ասում ես, այ օրինակ կաթողիկոսի, հա, իր լիազորությունների վերաբերյալ, իրենք ասում են, այ մենք պատգամավոր ենք, եթե մենք լինենք երկքաղաքացի, դուք այս դեպքում այս խնդիրը չէր առաջանա, դուք էլ մեզ կմեղադրեք, չեք, ասեք դուք պատգամավոր չեք։ Հիմա մենք էլ նույն բանով կաթողիկոսին ենք ասում, որ եթե կուսակրանության ուխտը խախտել ես, ապա այսպիսի զուգահեռներ են անդրադարձ։ Կներեք, բայց շատ անհեթեթ ձևակերպում, հա։ Օրինակ, եթե որևէ մեկի քաղաքացիական ցենզը չի բավականացնում, որպեսզի նա պատգամավոր կամ տեխնացու լինի, դրանով զբաղվում է ոչ թե ժողովուրդը, որտեղ ժողովուրդը չի կարող այդ տվյալներին տիրապետել, այլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ դատարանը, չէ, օրենքով այդ մարմիններն են կոչված զբաղվելու նմանաբնույթ խնդիրներով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ որոշում վիճարկվում է դատական համակարգում, դատական համակարգը վերջնական ընտրական գործընթացի վեճերը հանգուցալուծելու տեսակետից։ Հիմա կուսակրոնության ուխտի խնդիրը կամ հնազանդության ուխտի խնդիրը ներեկեղեցական քննարկման թեմաներ են։ Դրանք ասում են, թե եկեղեցական թող ցույց տան սահմանադրական որևէ մեխանիզմ, խնդիր չկա։ Թող ցույց տան սահմանադրական որևէ մեխանիզմ, որտեղ վարչապետը, ազգային ժողովի որևէ падգամավոր, կաբինետի որևէ անդամ իրավունք ունեն եկեղեցական կառույցների փոխարեն քննություն անեն եւ պարզաբանում։ Պարոն Սուրենյան, իրենք ասում են, որ եկեղեցական կանոնագիրքը չի գործում, չեն հետևում դրան, հիմա մենք դա ասում եմ, եկեղեցում տասնյակ մարմիններ կան, որոնք իրենց կանոնիկ բնույթին համաձայն այդ հարցերը քննարկում են։ Օրինակ ես ու դու ինչ գիտենք համապատասխան եկեղեցական այցանը կուսակրոնության խնդիրը կոնկրետ սրբազանների կամ կաթողիկոսի մասով քննարկել է թե ոչ։ Իրենք պարտավոր չեն դա հանրայնացնել, հրապարակայնացնել։ Պետության լիազորությունների դաշտը իրավունք չի տալիս զբաղվել խնդիրներով, ոլորտներով, որոնք պետական վերահսկողությունից դուրս են։ Սա է դեմոկրատիայի հիմքը։ Ասում պետական կառույց չի եկեղեցին, որ Նիկոլ Փաշինյանն է զբաղվում է եկեղեցու ռեֆորմով։ Նույնիսկ անգլիկան եկեղեցին, որի առաջնորդը Միացյալ Նահանգների կներեք, մեծ Բրիտանիայի թագավորն ու կամ թագուհին են ահագին անկախ է թագավորի կամքից։ Անգլիկան եկեղեցու օրինակը բերեցի, որտեղ նա պետական եկեղեցի է։ Ուրիշ բան ձեզ ասեմ։ Բազմաթիվ սկանդալային հրապարակումներ կան Վատիկանի մասին։ Բազմաթիվ։ Ամեն օր թերթեք միջազգային մամուլը ոնց որ ես եմ անում։ Դուք բազմաթիվ արատներ կգտնեք Վատիկանի մասին, որը քննարկվում է արևմտյան մամուլում, առաջատար թերթերում։ Պետոֆիլիայի գործեր կան, ֆինանսական չարաշահումների վերաբերյալ գործեր կան, եւ այլն եւ այլն։ Որևէ հասարակական ինստիտուտ թերություններից զերփազատված չի։ Վատիկանում այդ խնդիրները ավելի շատ են, որտեղ ինքը ավելի մեծ կառույց է։ Հայ առաքելական եկեղեցին ռեֆորմի կարիք իսկապես ունի, բազմաթիվ խնդիրներ կան։ Բազմաթիվ։ Առաջինը լուսված չի եկեղեցու եւ հասարակության արդյունավետ կոմունիկացիայի հարցը, միջև ձեր ասած խնդիրները։ Բայց այդ ռեֆորմներով եկեղեցին պիտի զբաղվի։ Եթե Նիկոլ Փաշինյանը այտենց գիշերները չի կարողանում քնել, որտեղ եկեղեցում ռեֆորմի կարիք է տեսնում, առաջարկ ունեմ իրան։ Մի խախտի սահմանադրություն։ Հրաժարական տուր վարչապետի պաշտոնից, այդ դեպքում սահմանադրության 17-րդ հոդվածի սահմանափակումները քո վրա չեն տարածվի եւ կարող ես գնալ հանգիստ զբաղվել եկեղեցու ռեֆորմի խնդրով։ Գուցե խելոք բան ասես, հասարակության ինչ-որ խմբեր էլ քեզ աջակցեն։